Օգոստոսի 7-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում նախատեսված է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը վերաբերում է եկեղեցու ներսում կայացված կարգապահական և կանոնական որոշումների իրավական գնահատմանը, ինչը արդեն իսկ լայն արձագանք է ստացել ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում։ Կրոնական ազատության հարցերով զբաղվող Ֆորում 18 լրատվական գործակալություն միջազգային կազմակերպությունը հրապարակած վերլուծության մեջ մտահոգություն է հայտնել, որ պետական մարմինների ներգրավվածությունը եկեղեցու ներքին որոշումների քննությանը կարող է հակասել կրոնական ազատության միջազգային չափանիշներին։ Կազմակերպության գնահատմամբ այս քրեական հետապնդումը վերաբերում է այնպիսի հարցերի, որոնք գտնվում են հայ առաքելական եկեղեցու ներքին ինքնակառավարման տիրույթում, իսկ պետության միջամտությունը կարող է խախտել սահմանադրությամբ երաշխավորված եկեղեցու ինքնավարության սկզբունքը։ Հիշեցնենք, որ Մայրաթորը դեռևս գործի սկզբից պնդում է, որ եկեղեցական կարգապահական և կանոնական հարցերը բացառապես եկեղեցական իրավասության շրջանակում են և չեն կարող դառնալ պետական միջամտության առարկա։ Իրավապահ մարմինները իրենց հերթին հայտարարում են, որ գործում են օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում։ Միաժամանակ օգոստոսի 7-ին նախատեսվում է նաև քաղաքացիների հավաք։ Նախ նրանք կհավաքվեն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բակում, ապա կուղևորվեն դատարան՝ իրենց աջակցությունը հայտնելու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։